Մեր Տերը Հիսուս Քրիստոս համբարձումից հետո նստեց Հոր Աստծո աջ կողմին։ Ինչու է ասում նստեց Հոր Աստծո աջ կողմին։ Նախ առաջ Աստված է նստած աթոռքին, քերովբեական աթոռներին։ Եվ Քրիստոս էլ նստեց Հոր Աստծո աջ կողմին։ Նստել, այսինքն պատրաստեց դատաստանի աթոռը, այն ժամանակ մարդու որդին կնստի դատողական աթոռին, կդատի Իսրայելի 12 ցեղերին, ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Նստել նշանակում է բազմել, նշանակում է իշխել, ինչպես Սաղմոսների գրքում ասում է. նստիր իմ հոր աջ կողմին, մինչև որ քո թշնամին քո ոտքի տակ պատվանդան դարձնի, այսինքն մինչև դատաստանը։ Քրիստոս նստեց Աստծո աջ կողմին եւ պատրաստում է դատաստանը։ Տեսեք, Քրիստոս երկինք համբարձվեց, նստեց Հոր Աստծո աջ կողմին։ Բայց երբ որ Ստեփանոս նախավակային քարկոծում է, Ստեփանոս նախավական ասաց. երկինքը բացված եմ տեսնում եւ Աստծո միածին որդուն, մարդու որդուն տեսնում եմ Հոր Աստծո աջ կողմին կանգնած։ Նստած է թե կանգնած է։ Նստած էր, կանգնեց, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացի։ Ինչու կանգնեց։ Դու քո ամենամտերիմ հարազատ մարդուն, երբ որ քարկոծում են, տանջում են, չարչարում են, դու հանգիստ կնստես տեղը, չէ, չես նստի տեղը։ Դրա համար Քրիստոս նստած տեղից կանգնեց, պատերազմում է Ստեփանոսի հետ, եւ այդ պատերազմը նյութական պատերազմ, մարմնավոր պատերազմ չէր եկել Ստեփանոսին նենց աներ չքարկոծեին։ Նույնպես, երբ որ Քրիստոսին ուզում էին բռնել, Պետրոս առաքյալը կտրեց Մաղքոսի ականջը, եւ Տերն ասաց թող, գիտես չեմ կարող երկնքից 12 դասրեշտակների չեցնել, ոչնչացնել, չէ, ես նրա համար եմ եկել։ Կանգնել էր ոչ թե թույլ չտար, որ Ստեփանոսին չքարկոծեին, այլ կանգնել էր, որ Ստեփանոսին օգնես, զորացներ, որ ինքը այդ պատերազմում հաղթանակած դուրս գա։ Այսինքն Քրիստոս նստած է, բայց երբեմն կանգնում է, երբ որ մենք պատերազմում ենք Քրիստոսի հետ։ Մենք ինձ մեր ազգը երբ որ դարձի պետք է գար Աստծո միածին որդին, մեր Գրիգոր Լուսավորիչ հայրապետը 13 տարի անդունդում, խորվիրապում տանջվեց, չարչարվեց, ճգնեց, Աստծո միածին որդին ոչ միայն կանգնեց իր գահից, այլ իջավ երկիր։ Գրիգոր Լուսավորիչի անդունդներն էր հասել, Քրիստոս էլ իջավ անդունդները, Սանդարամետի անդունդները հասավ ոսկե ուռով, խփեց եկեղեցին կառուցեք։ Ուրեմն տեսեք ինչ կորևորագույն խորհուրդ կատարվեց, Սուրբ Էջմիածնի տեսիլքը տեսավ մեր Սուրբ Հայրապետ Աստծո միածին որդին իջավ երկնքից։ Ստեփանոս նախավեկայի ժամանակ կանգնեց, բայց երբ որ մեր հայոց ազգը պիտի դարձի ձեռք, իջավ երկնքից Էջմիածին եւ հաստատեց մայրաթոռը, մայր տաճարը, այսպիսի սրբություն է մեզ համար։ Ուրեմն իմանանք, թե Աստծո միածին որդին ինչու է նստել իր գահին, ինչու է կանգնել Ստեփանոս նախավակայի քարկոծման ժամանակ եւ ինչու իջավ եւ հաստատեց հայոց սուրբ եկեղեցին։ Ամեն։